Տարին մոտենում է ավարտին, սակայն Ալավերդիում շինարարական աշխատությունը ոչ միայն չի նվազում, այլ շարունակվում է ավելի բարձր տեմպերով։ Քաղաքի տարբեր հատվածներում եռում են ճանապարհաշինական աշխատանքները, վերանորոգվում են փողոցները, կառուցվում եւ ամրացվում են հենապատերը։ Խոստացված խոշոր ճանապարհաշինական ծրագիրը այն է Զորավարանդրանիկ փողոցի հիմնանորոգման ծրագիրը, թերևս ամենասպասվածն էր։ Երկու լոտով է ծրագիրը շահել, երկու շինարարական կազմակերպություններ են, ընդհանուր գումարը մոտ 600 միլիոն դրամ է, կառավարություն համայնք համագործակցությամբ է արվում ու սուբվենցիոն ծրագրերով է արվում։ Նաև Սարահար թաղամասում Քարի գլուխ կոչվող ճանապարհն է վերանորոգվում, Պղնձագործների փողոցը, որի ընդհանուր արժեքը, եթե չսխալվում եմ, 150 միլիոն է ոնց որ թե, նույնպես կառավարություն եւ համայնք համագործակցությամբ։ Խոշորացված համայնքի գրեթե բոլոր բնակավայրերում այս տարի իրականացվել են ճանապարհաշինական ծրագրեր, որոնք ընդգրկել են ինչպես կենտրոնական, այնպես էլ ներհամայնքային ճանապարհները, այդ թվում ներառել են ասֆալտապատում եւ տուֆով սալարկում։ Աշխատանքները նպատակ են ունեցել բարելավել ենթակառուցվածքների որակը, որն էլ հեշտացնում է բնակիչների առօրյան։ Բացառություն են միայն Ծաղկաշատ եւ Ջիլիզա բնակավայրերը, որտեղ ճանապարհաշինական աշխատանքներ նախատեսվում են հաջորդ տարի, տեխնիկական նախապատրաստական փուլերի ավարտից հետո։ Հուսով ենք, որ կառավարության գործընկերների կողմից ծրագիրը կհաստատվի, որի մասին դենց քննարկումներ նախնական կան արդեն, եւ գյուղի մեջի ճանապարհները պիտի վերանորոգենք։ Ճանապարհների մասով, այո, ինտենսիվ աշխատանք տարվում է, ընդհանուր առմամբ սուբվենցիոն ծրագրեր են դրանք, համայնք եւ կառավարություն։ Նաեւ Շամլուղի ճանապարհն է շատ վատ վիճակում։ Փորձելու ենք Շամլուղ Ծաղկաշատ մյուս տարի լուծել, հետո անդրադառնալ նոր Ջիլիզային։ Եվ այդպիսով կարելի ասել, այդ 3 ճանապարհը, որ վերանորոգվի ընդհանուր համայնքում, համայնքներ տանող ճանապարհները բոլորը կլինեն ասֆալտապատ։ Այսպիսով Ալավերդու խոշորացված համայնքը տարեվերջին մոտենում է զգալիորեն բարելաված ճանապարհային ցանցով։ Ամիսներ առաջ Ալավերդիում մեկնարկեցին ջրհեղեղի հետևանքով փլված հենապատերի վերականգնման աշխատանքները։ Վնասված 9 հատվածներից 3-ում սկսված շինարարությունն այժմ շարունակվում է լայն ծավալներով։ Թումանյան փողոցի փլված հենապատերի վերականգնման նպատակով գետի հունն ամբողջությամբ փոխվել է։ Հենապատի կառուցումը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։ Այստեղ երկաթբետոնե հենապատն է հիմա կառուցում, որը արդեն մոտավորապես 70% աշխատանք է արված հենապատի մասով։ Զուգահեռ նաև հետդիսկի աշխատանքներն են իրականացնում, որ դեկտեմբերի 20-ը մինչև փորձենք, այսպես ասած, ինքներս մեր վրա պլան դրած, որպեսզի կարողանանք հանձնենք այս օբյեկտը, եւ սա եւ մնացած երկուսը։ Նշված ժամկետը սակայն չի ներառում ասֆալտապատում, դա արդեն հաջորդ տարի, նշում է շինարարը։ Միակողմանի ճանապարհները կբացվի, քանի որ դեռ բացի հենապատի կառուցումից ունենք նաեւ կոմունիկացիաների վերականգնման խնդիր, քանի որ տվյալ տեղամասում կոմունիկացիաները լրիվ նորից շարքից դուրս են եկել աղետի հետևանքով։ Այսինքն զուգահեռ նաև դա պետք է արվի, որը իրատեսական չի ասֆալտի շերտի հետ եւ այլն կարողանանք այս տարի հասցնել։ Աշխատանքների նպատակն է ապահովել մոտակա տարածքների բնակչության ու ենթակառուցվածքների պաշտպանությունը։ Պատճառվող ժամանակավոր անհարմարությունները, որոնք կապված են թե հենապատերի վերականգնման, թե ճանապարհաշինական աշխատանքների հետ, բնակիչները մեծամասամբ ընդունում են ըմբռնումով։ Հատկապես վարորդներն են առավել հանդուրժող վերաբերմունք ցուցաբերում, գիտակցելով, որ ներկայիս դժվարությունները ժամանակավոր են։ Ոչինչ, դե հիմա մեր լասնետա դրանից ված ճանապարհներով ենք մենք քշել, հիմա պետք է դիմանանք կամաց միջև որ սարքենք։ Աղետի հետևանքների վերացման աշխատանքների շրջանակում մեծ թափով աշխատանքներ են սկսված նաև դեպետ թաղամաս տանող հատվածում։ Այստեղ մայթերի կառուցումն ընթացքի մեջ է, հենապատերը կառուցված են, դրանց արտաքին երեսպատումը դեպի փողոց կապահովի գեղեցիկ տեսք։ Այս հատվածում նախատեսված է նաև փոքրիկ հանգստի գոտու կառուցում։ Միայն այս փուլում կառավարության ուղիղ ներդրումը կազմում է ավելի քան 800 միլիոն դրամ։ Դա միայն Թումանյան փողոցի հենապատերն են, իր հարակից տարածքներով, այսինքն կոմունիկացիաներն են նրանց մեջ մտնում, ջրագիծ, գոյուղագիծ, բակերը այլ ծրագրով են։ Թումանյան փողոցի այդ հատվածում
բակը վերանորոգվում է այլ ծրագրով 58 միլիոն դրամ է արժողությունը։ Իդեպ ասեմ, այդ բոլոր ծրագրերը աղետի հետ կապված ֆինանսավորվում են ուղիղ կառավարության կողմից։ Համայնքի բյուջեից մենք ծախս չունենք այդ մասով։ Ընդհանուր առմամբ Ալավերդին տարեվերջին մոտենում է նորացված տեսքով ու միաժամանակ նոր զարգացման ծրագրերով։ Աղետից տուժած շենքերի բնակիչներն էլ 1 տարի ու ավետ սպասել են բակերի բարեկարգման ծրագրին, որը վերջապես մեկնարկել է։ Մեր թաղում օրինակ էս ճալի թաղում էլի շատ ընտիր աշխատանքներ է կատարել։ Մանրակրկտորեն ամեն մի պուճուղ, ամեն մի արանք, ամեն մի բան լրիվ մաքրել են։ Շուտով ասֆալտին է պատրաստ, ամեն ինչը շատ ընտիր։ Ապրի մեր մուկուչը, տիտանյան մուկուչը շատ լավ գործանում, շատ ուշադիր են, բանվորներն են ուշադիր։ Այստեղ էլ լավ աշխատանքներ է կատարում, եթե նայում եք բիտոնն ինչքան մեծ աշխատանք է կատարել արմատուրաներով, բանով, արդեն հավերժ կգնա էլի, չի տանի, որովհետև հիմքը 2 մետր խորությամբ հիմքը գծեցին, հետո արմատուրաներով։ Շինարարական որոշ ծրագրեր հնարավոր կլիներ սկսել եւ ավարտել ավելի վաղ, եթե չլինեին նախագծող ընկերությունների հետ առաջացած խնդիրները։ Համայնքապետը նշում է, որ կառավարության կողմից այս ոլորտում անցկացված լիցենզավորումը դարձել են մի շարք ծրագրերի դանդաղեցման հիմնական պատճառը, ձգձգելով աշխատանքների մեկնարկը եւ դրանց իրականացման տեմպերը։ Փոխարենը դաշտը մաքրվել է ոչ պրոֆեսիոնալ ընկերություններից ու մասնագետներից, ասում է Ղումաշյանը։ Կառավարության կողմից բոլոր նախագծող կազմակերպությունների լիցենզիաների դադարեցվեց, հայտարարվեց նոր մրցույթ եւ մոտ 4-5 ամիս ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում կարելի ասել նախագծողներ չկային, որովհետև լիցենզավորման process-ում են, որը ի դեպ ճիշտ է արվել։ Մի պահ մեզ թվում էր, որ միգուցե ժամանակավրեպ է, բայց ծրագրերը հետ ընկան, դա էլ մի պատճառ, որ հիմա տարվա վերջն ենք սկսում, բայց իրականում եղավ նա, որ լիքը կազմակերպություններ, ովքեր իրականում ճակերտավոր նախագծողներ էին, հիմա էլ չեն աշխատում։ Դաշտը մաքրվեց, բայց էլի խնդիրներ կան, նենց չի, որ հիմիկվա նախագծողները տենց իդեալական նախագծողներ են, որովհետև հենց իրանց պատճառով էլ կան խնդիրներ, որ մենք հետ ենք մնում մեր աշխատանքներից եւ սա բարձրաձայն ես ասում եմ, մենք ունենք նաեւ նախադեպեր, որ հնարավոր է, որ նախագծող կազմակերպությունների հետ խզենք պայմանագրեր։ Չնայած այս դժվարություններին համայնքապետը շեշտում է, որ ծրագրերը պետք է իրականացվեն ամբողջությամբ եւ որակով, իսկ նման խնդիրների լուծումը կարեւոր է հետագա աշխատանքների անխափան կազմակերպման համար։ Ամփոփելով կարելի է նշել, որ շինարարական աշխատանքները, հատկապես ճանապարհաշինական նախագծերն ու հենապատերի վերականգնումը Ալավերդիում շարունակվում են լայն թափով։ Առաջնահերթությունը մնում է ծրագրերի ավարտը մինչև տարեվերջ, սակայն համայնքը կարևորում է ոչ միայն աշխատանքների արագությունը, այլ դրանց բարձր որակը։ Ընդհանուր տրամադրությունը հուշում է, որ ընթացիկ ծրագրերի ավարտից հետո Ալավերդին կներկայանա ավելի ամուր ենթակառուցվածքներով ու բարեկարգ միջավայրով, ինչը կապահովի ինչպես բնակիչների անվտանգությունը, այնպես էլ քաղաքի զարգացման նոր փուլը։ Ներիկ Օլոլյան, Դավիթ Թամազյան, Անկյուն Գումարած 3 հեռուստաընկերության համար։